Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1416-րդ օրն է։ Պուտինը քանի օրեր կորել էր, վերջը գտնվեց իր հերթական շոուի փորձով, դեմ Մադուրոյին ձերբակալելով եւ ռուսական նավթատանկեր գրավելով Թրամփը մանևրի տեղ չէր թողել։ Ռուսական պրոպագանդայից սկսած ամերիկյան ու եվրոպական լրատվականներից վերջացրած համատարած խայպ է իբր արեշնիկի առումով, կարծես առաջի անգամ է եղել, բայց ինչևէ աշխարհի լրատվականները խայպի լավ հնարավորություն ստացան, վերնագրերով որ գրում են, դե պարզ է, մի մասն էլ իրենց հանրությանը մեսիջներ ունեն հաղորդելու, դեռ շատերը արևմուտքում Պուտինին վարդագույն ակնոցներով են նայում, այդ իմաստով արևմտյան շատ լրատվականների ահա սրսուր վերնագրերի իմաստը պարզ է, բայց մեր լսարանը հո գիտի, որ ով ինչ էլ գրի, իրականությունը մեր մոտ է կամ մեր տելեգրամյան ալիքում, հա։ Երեկ երեկոյան տեղի ունեցան փոխադարձ հարվածներ էներգետիկ ենթակառուցվածքներին, ռուսները արդեն երկրորդ օրն անընդմեջ հարվածում էին Դնեպրոպետրովսկի մարզի բնակելի եւ էներգետիկ օբյեկտներին, իսկ Կրիվոյ Ռոգում բալիստիկ հրթիռը պարզապես հարվածեց 5 հարկանի բնակելի շենքին, սա մեծ գրոհի նախաբանն էր կարծես, կարծում եմ մեր տելեգրամյան ալիքի հետևորդները արդեն տեսել են բոլոր հնարավոր կադրերը, բնականաբար ուկրաինական ուժերը պատասխանեցին ռուսներին, հոսանքազրկելով Բելգրադի մարզն ու Արիոլը, հիմա մեր եթերը պատրաստելու պահին տեղեկատվություն ունենք, որ Բելգրադի մարզում չի հաջողվել վերականգնվել։ Մենք գիտենք, որ Պուտինը պատրաստում է ուկրաինական քաղաքների հերթական գնդակոծությունը, որպեսզի մարդկանց մինուսային ջերմաստիճանի պայմաններում թողնի ցրտի մեջ եւ չսպասեցինք նրանց հարվածին, մեր ուժերը սկսեցին հնարավորինս անջատել լույսն ու ջերմությունը Ռուսաստանի տարածքում եւ կանխարգելիչ հարվածներ հասցնել այն վայրերին, որտեղից հնարավոր էին հրթիռների մեկնարկներ, հա։ Պուտինը եւ այն ռուսները, ովքեր ուրախանում են Ուկրաինայի բնակելի շենքերի, կաթսայատների, ենթակայանների վրա հարձակումներով, պետք է իմանան, որ այս խաղը կարելի է խաղալ երկուսով։ Երեք գիշեր նրանք որոշեցին հարված հասցնել ինքնավստահության կամ չգիտեմ գուցե ինքնահաստատման համար Լվովի մարզի վրա արձակված հրթիռը անվանելով Արեշնիկ, ինչու եմ այդպես ասում, որովհետեւ ռազմական մասնագետները դեռ վերջնական եզրակացություն չեն տվել, դեռ ռուսները Արեշնիկ են անվանում հավանաբար իրենց լսարանին ավելի համոզելու համար, որ այն գոյություն ունի, եւ հետո Կիևի վրա սկսվեց արդեն հերթական հարձակում դրոններով, թևավոր ու արդեն իսկական բալիստիկ հրթիռներով, ռուսները սպասեցին եղանակի վատ թարացմանը եւ որոշեցին հարվածել եւ ավելի դրամատիկ էֆեկտի համար նորից կարծես ցուցադրական հարվածում էին բնակելի շենքերին եւ նույնիսկ երկրորդ անգամ նույն հասցեով ակնհայտորեն ցույց տալու համար, թե իբր որքան վճռական են իրենք, հա։ Արդյունքում մարդկանց օգնելու եկած բժիշկը զոհվեց, շտապ օգնության բժիշկը, որ եկել էր խոցման վայր, երկրորդ խոցման ընթացքում զոհվեց, ընդհանուր առմամբ 4 մարդ է զոհվել, 19 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Նախորդ բոլոր հարձակումների նման սա ռազմական տեսանկյունից լիովին անիմաստ քայլ էր։ Ես չեմ կարծում, որ Կիևի որոշ շրջաններում մի քանի ժամ տևողությամբ ջերմամատակարարման եւ ջեռուցման անջատումը մոտ 300 միավոր օդային զենքի հարձակման նպատակն էր։ Պուտինը կրկին ուզում էր ուժ ցուցադրել, բայց դա հուսահատության տպավորություն է թողնում ավելի շատ։ Չնայած ես նորից համոզվեցի, որ այս շոուները դեռևս շատերի վրա ազդեցություն են թողնում։ Մարդիկ իներցիայով եւ քարոզչության ճնշման տակ տանկերից էշերի անցած զինվորներին համարում են աշխարհի երկրորդ բանակը եւ պատրաստ են փորձարարական հրթիռային մոդելները ընդունել որպես լուրջ զենքեր։ Եթե հիշում եք, ավիափորձագետները ասում էին, որ էքսպերիմենտալ տասնյակ մոդելներ կան, որը որ Պուտինը փորձում է որպես Արեշնիկ ներկայացնել։ Կուզեի ձեզ կարևոր կողմնորոշիչ ասել, որպեսզի մեր ուկրաինական լրատվականներից օգտվելուց շփոթություն չառաջանա։ Դե գիտեք, պատերազմը երբ սկսեց, բոլոր ռեգիոններում ռազմական վարչակազմեր սկսեցին աշխատել եւ ի գիտություն ընդունեք միայն ռազմական վարչակազմի նախագահի եւ արտգործնախարարության հայտարարություններն ու տվյալները։ Կլիչկոյի կամ Սադավոյի պես քաղաքագլուխները, ովքեր իրենց պաշտոնը արդարացնելու նպատակով փորձում են ակտիվություն ցուցաբերել, միայն ավելի շեղում են եւ մարդկանց շփոթության մեջ են գցում։ Կլիչկոն առավոտվանից այնքան աննպատակ պոստեր գրեց, որ երևի ինքն էլ չի հասկանում ինչը որից հետո է։ Իրականում այդ պոստերը, որ ինքը գրում է, պարզապես մեկնաբանում է այն ինչ որ կատարվում է։ Ինքը ոչ ղեկավարում է շտապ օգնությամբ, ոչ փրկարարների ծառայությամբ, ոչ ոստիկանության, ինքը պարզապես մեկնաբանում է իր կողմից հիշեցնելու համար իր մասին։
հա։ Նույնն էլ Սադավոյը, որ երեք բոլորից շուտ ասաց, որ ինչ որ Արեշնիկով հարվածել են եւ ենթակառուցվածքային օբյեկտ է խոցվել։ Այսօր առավոտյան արդեն այլ բան բարձվեց եւ Սադավոյը արդեն Արեշնիկ չէր ասում։ Ինչևէ, սա ասացի, որպեսզի դուք հնարավորություն ունենաք տարանջատելու օֆիցիալ տեղեկատվությունը եւ նման իրենց քաղաքական պաշտոններ զբաղեցնողների մեկնաբանություններից։ Բայց նույնիսկ Պուտինյան բանակի այս բոլոր ստորություններից հետո ուկրաինական բանակը չի հարվածում բնակելի շենքերին Ռուսաստանի տարածքում, ինչպես դա անում են ռուսները։ Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ խաղաղ բնակիչների դեմ պատերազմում են միայն վախկոտները, այսինքն Պուտինի բանակը։ Հիմա ձեր էկրաններին տեսնում եք, թե իրենք ձիերի ու էշերի վրա ինչ սարքեր են տեղադրում, հա, ես անվանում եմ անցել են օրգանիկայի, հա, տանկերը իրենց չբավարարեցին, հիմա անցել են ձիերին ու էշերին։ Սա է Պուտինի բանակի դեմքը, հենց դրա համար է Պուտինը ցանկանում բոլորին ցույց տալ, թե իբր նոր զենք ունի Արեշնիկ, չնայած դրանից առաջ Խորհրդային Միությունից մնացած զինատեսակները, հրթիռները իրական հրթիռներ էին, բայց քանի որ իրենք չեն կարող հպարտանալ, որ այդ հրթիռները պահպանել են, հիմա փորձում են ասել, թե նորն է ստեղծել, հա։ Դե տեսնենք, թե որքան կտևի իրենց այս հեքիաթը։ Որքան մոտենում է պատերազմի վերջնական փուլը, այնքան ավելի են կոշտանում ոչ միայն բուն մարտական գործողությունները, այլև քաղաքական իրադարձությունները կապված այսպես կոչված բանակցային գործընթացի հետ, մինչ ռուսական քարոզչության մի մասը փորձում էր ծաղրել Փարիզյան հռչակագիրը, իսկ մյուս մասը թույն էր թափում Եվրոպայի ուղղությամբ, Կրեմլում փորձում էին հնարավորինս մոտ լինել որոշումների կայացման կենտրոնին, մասնավորապես ֆրանսիական Le Monde թերթը հղում անելով անանուն աղբյուրներին հայտնում է, որ Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմը դադարեցնելու հարցով Ամերիկայի հետ բանակցություններում Կրեմլի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հանկարծակի հայտնվել է Փարիզում վճռականների կոալիցիայի երկրների առաջնորդների հանդիպման հաջորդ իսկ օրը։ Միևնույն ժամանակ Ֆրանսիայի առաջնորդի վարչակազմը հերքել է այն ենթադրությունները, թե ռուս բանակցողը կարող էր այցելել Ելիսեյան պալատ միջազգային հանդիպումից հետո։ Ֆրանսիայի պետության ղեկավարի գրասենյակը ընդգծել է, որ Դմիտրիևի հետ որևէ շփում չի եղել։ Միևնույն ժամանակ Le Monde-ի զրուցակիցը պնդում է, որ Փարիզում Կիրիլ Դմիտրիևին ընդունել են ԱՄՆ դեսպանատանը, ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը գտնվում է Ելիսեյան պալատի հարևանությամբ, Ամերիկայի կամ Ռուսաստանի կողմից հնարավոր շփումների բովանդակության վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չեն հնչել։ Ամերիկացիները չեն մեկնաբանում, բայց դա կարող ենք անել մենք, քանի որ Թրամփի փեսան եւ ընկեր Ռիելթորը Ուիտկոֆը մասնակցել են միջոցառումներին եւ հասկացել ամբողջ իրավիճակը, ամենայն հավանականությամբ տեսնելով այնինչ կատարվեց Եվրոպայում, նրանք փորձել են իմանալ ռուսական կողմի արձագանքը կամ էլ Դմիտրիևի միջոցով Պուտինին որևէ ուղերձ փոխանցել։ Իր հերթին Axios-ի աղբյուրները նշում են, որ Վաշինգտոնը Մոսկվայից հստակ պատասխան է պահանջում Թրամփի պլանի վերաբերյալ։ Ուիտկոֆը եւ Քուշները հանդիպել են Պուտինի բանագնացին քննարկելու Ուկրաինայի հետ համաձայնեցված խաղաղության պլանը, գրում է Axios-ը։ Թրամփի բանագնացների եւ Դմիտրիևի հանդիպում տեղի է ունեցել դեռ 3 Փարիզում ուկրաինական պատվիրակության հետ երկօրյա բանակցություններից հետո։ Սպիտակ տունը ցանկանում է ստանալ Պուտինի հստակ պատասխանը Թրամփի պլանի մասին, սակայն ռուս բռնապետը դեռևս հրապարակավ պատրաստակամություն չի հայտնել ավարտելու պատերազմը։ Ուկրաինացի պաշտոնյաները նույնպես հայտնել են, որ հավանականություն կա, որ Զելենսկին հաջորդ շաբաթ կմեկնի Ամերիկա Թրամփի հետ հանդիպելու եւ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար, կամ եթե այցը չկայանա, հնարավոր է, որ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հանդիպում կայանա Զելենսկու եւ Թրամփի միջև եւ նշված հարցերը ստանան իրենց լուծումները։ Իդեպ Իրանում իրավիճակն էլ ավելի է սրվել, ցուցարարները շարունակում են վերահսկողություն հաստատել նոր քաղաքների նկատմամբ եւ չնայած երեք ես նկատեցի, որ այնտեղի ադրբեջանցիները пассив էին, այժմ նրանք մի փոքր ավելի ակտիվ են դարձել։ Դա ինչպես ասացի, մենք կհետևենք այս վիճակին։ Սա կարող է նշանակել, որ նրանք ստացել են ուղերձ, որ ամեն ինչ գնում է դեպի կուլմինացիա եւ այժմ փորձում են ցուցադրել իրենց մասնակցությունը ապագա զարգացումներին համընթաց քայլելու համար։ Ինչևէ, որքան էլ ակտիվացած լինի, ասենք երեկվա հետ համեմատ, միևնույն է այն թափը չունի ադրբեջանական մարզերում, ինչպես բողոքում են երկրի այլ մասերում, հա։ Այնպես որ ադրբեջանցիների վարքը հետաքրքիր մարկեր է եւ մենք կշարունակենք հետևել նրանց ակտիվությանը, դա շատ լուծումների մասին հուշում կարող է լինել, հանդիսանալ։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացմանը նպաստելու համար։ Խնդրում
խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը 24 ժամ գրեթե կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շրջնորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է, ինչպես արդեն նախորդ օրերին հայտնել եմ, բացի Ուկրաինայի մասին տեղեկատվությունից կարող եք նաեւ Իրանից տեղեկանալ, վերջին օրերին սկսել ենք ավելի շատ Իրանի մասին տեղեկություններ հաղորդել մեր Telegram-յան ալիքում, այնպես որ բաժանորդագրվեք եւ վայելեք։ Փաստորեն հերթական Պուտինյան ֆինտը չաշխատեց, Արեշնիկն ու Իսկանդերները Կիևին ու Լվովին խփեցին, իսկ մթության մեջ էր Բելգրադը եւ Արիոլը ռուսական։ Եթե Պուտինը ձախորդ է ծնվել, ապա ոչինչ փոխել հնարավոր չէ։ Իրաքի իշխանությունները ազգայնացնում են այս ամենի ֆոնին աշխարհի խոշորագույն նավթահանքերից մեկի կառավարումը խուսափելու համար ռուսական Լուկոյլ ընկերության դեմ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով առաջացած խափանումներից, բայց Պուտինի արկածները սրանով չեն ավարտվի։ Կիևը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ է հրավիրում Լվովի մարզին հասցված հարվածից հետո։ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան ընդգծել է, որ աշխարհը պետք է պատասխան տա ահաբեկչության հերթական գործողությանը։ Սիբիգայի խոսքով խաղաղ բնակավայրերի դեմ բալիստիկ հրթիռների կիրառումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։ Այս գիշեր հարվածների տակ են հայտնվել Լվովը եւ Կիևը, ավելի վաղ այս շաբաթ զանգվածային գնդակոծություններից ուժել էին Դնեպրը եւ Զապորոժեն, նաեւ Կրիվոյ Ռոգը Դնեպրոպետրովսկի մարզում։ Սիբիգան շեշտել է, որ Ռուսաստանը վերջնականապես ընտրել է դաժանության ուղին, փոխարենը դիվանագիտության, արհամարելով խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերը։ Միևնույն ժամանակ Կրեմլը պաշտոնապես հաստատել է Լվովի ուղղությամբ բալիստիկ հրթիռների արձակումը։ Ռուսաստանի քարոզչությունը փորձում է արդարացնել հերթական ահաբեկչությունը, տարածելով կեղծ լուրեր, թե իբր հարձակում է եղել Պուտինի նստավայրի վրա։ Նախարար Սիբիգան քննադատել է այս դիրքորոշումը, գործընկերներին կոչ անելով արձագանքել ուկրաինացիների իրական սպանություններին, այլ ոչ թե ագրեսորի հորինած պատրվակներին։ Պատերազմի այս տարիների ընթացքում մենք շատ բան ենք տեսել, իմ կողմից եմ սա ասում։ Պուտինը առաջին անգամ չէ, որ փորձում է մեզ ձմռանը սառեցնել, բայց նրա գործիքակազմը գնալով սպառվում է։ Իսկ ամենակարևորն այն է, որ ուկրաինական կողմը Պուտինի յուրաքանչյուր ստոր քայլ օգտագործում է հենց իր Կրեմլի դեմ։ Մեր դիվանագիտական քայլերը ուղղված են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը եւ հնարավոր է, եթե լավ աշխատեն մեր դիվանագետները, նաեւ հերահար զենքի նոր խմբականակների ստացմանը։ Սա արդեն մեր հաջողությունից է կախված։ Ինչպես գիտեք, Ուկրաինան միայն վերջերս է սկսել սեփական բալիստիկ եւ հերահար հրթիռների արտադրությունը, դրանց քանակը դեռևս թույլ չի տալիս լիարժեք զսպել Ռուսաստանի բոլոր հարձակումները, թեև անշուշտ դրանցով թշնամուն հսկայական վնաս է հասցվում, հակառակ դեպքում Պուտինը գիշերը անհամեմատ ավելի շատ հնարավորություններ կունենար մեզ վնասելու համար։ Օգտագործված միջոցներից երևում է, որ Պուտինը կարծես պաշաղ է արել, հա ինչ գտել է, նրանով էլ հարվածել է, իսկ այդ Արեշնիկ կոչեցյալն էլ տպավորության համար էր։ Ինչևէ, մենք հետևում ենք իրադարձություններին, մարտի դաշտում ռուսները ստանում են իրենց բաժին կորուստները, անցնենք ռազմաճակատի իրադարձություններին եւ թվերին։ Ռազմաճակատում վերջին մեկ օրվա ընթացքում տեղի է ունեցել 161 մարտական բախում, որոնց ընթացքում Ռուսաստանը կորցրել է եւս 1030 օկուպանտ եւ 808 միավոր տեխնիկա եւ սպառազինություն։ Ուկրաինայի գենշտաբի ռելիզը ձեր էկրաններին է։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի գնահատականների համաձայն Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ ագրեսիայի սկզբից ի վեր ռուսական բանակի կորուստներն այսօր առավոտվա դրությամբ կազմել են արդեն 1,216,930 զինվորական։ Եվ այս ամենից հետո թող Պուտինը փորձի պատասխանել իր ժողովրդին, թե ընդհանրապես ինչով են զբաղված եւ ինչու են զոհվում այս մարդիկ։ Այսօրվա եթերը այսքանով ավարտեմ, հուսամ վաղը ել ավելի լավ լուրերով կհանդիպենք։ Խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերը, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, անպայման խնդրում եմ բաժանորդագրվեք։ Բարով մնաք եւ մինչ նոր հանդիպում։